Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, ինչ պատասխանել այն մարդկանց, ովքեր մտածում են, որ պետք չէ մկրտել մանուկներին, որովհետև գուցե նրանք գիտակից տարիքի հասնեն եւ մեղքի մեջ ընկնեն կամ ուրանան Քրիստոսին։ Սիրելիներս, եթե մենք մտածենք, որ երեխային փոքր ժամանակը մկրտվելուց հետո կարող է հասուն տարիքում գիտակցար մեղքեր գործել կամ ուրանալ Քրիստոսին, ապա հարց է առաջանում. արդյոք որևէ չափահաս մարդ, ով գիտակցաբար իր հավատքով ու վստահությամբ հավատացել է Քրիստոսին մկրտվել, չի կարող մեղք գործել կամ ընդհանրապես հեռանալ Քրիստոսից։ Պողոս Արաքյալը Գաղատացիների նամակի մեջ նամակում ասում է. Սուրբ Հոգուշնորհը ստանալուց հետո ինչու վերադարձաք նորից օրենքի պահանջներին, կամ մեկ ուրիշ հատվածում ասում է. մեր քարոզած ավետարանից այլ ավետարան ով քարոզեց ես։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ հավատացել են Քրիստոսի խոսքին, ընդունել են Քրիստոսի ավետարանը, հետագայում այլ ավետարանի հավատացին եւ շեղվեցին ճշմարտությունից։ Պողոս Արաքյալին աշակերտած Դեմասը, որը հավատացել էր Քրիստոսին ու Պողոս Արաքյալի գործակիցներից մեկն է, նամակի մեջ Արաքյալն ասում է, որ նա աշխարհը ավելի շատ սիրեց եւ հեռացավ Քրիստոսից, սիրեց աշխարհը եւ գնաց աշխարհի համար ապրելու։ Նիկողայոսը, որ սարգավակ ձեռնադրվեց Արաքյալին օգնելու համար, հետագայում հարեց աղանդի եւ դարձավ աղանդի քարոզիչներից մեկը։ Ինչ է սա նշանակում, որ որևէ մարդ, լինի մանուկ թե երեխա, ինքը կարող է մկրտվելուց հետո գիտակցաբար մեղքեր գործել, անգամ հեռանալ Քրիստոսից։ Կորինթացին ուղղած նամակի մեջ Առաքյալն ասում է, ով որ կարծում է, որ ամուր է, թող զգուշ լինի, որ չընկնի։ Ինչ է սա նշանակում։ Եթե Առաքյալը չմտածեր, որ հավատացյալը կարող է ընկնել մեղք գործել համար, ապա չէր գրի այս տողերը։ Նա որ կարծում որ ինքը ուժեղ է, ինքը չի կարող սայթակել մեղքերի մեջ հայտնվել, ինքը անպայման կարող է գլորվել։ Երկրորդ մեկ ուրիշ տեղ ասում է, եթե մեկ անգամ մկրտվեցիք, լուսավորվեցիք, այլևս ուրիշ զոհ չի մնում եղանչելուց հետո, քան նորից Քրիստոսին դառնալը։ Նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ մկրտվելուց հետո ինքը կարող է մեղքեր գործել։ Դրա համար երբ Հիսուս ասում է, եղեք կատարել ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարել, նպատակը մեկն է, որ դու ձգտում ունես բարձրանալու դեպի Քրիստոս, բարձրանալ բարձունք, որ Աստված է բնակվում եւ սուրբ լինել այս աշխարհի մեջ, կամած կարող ես մաքրվել մեղքերից։ Բայց բոլոր մարդիկ էլ գիտակցաբար կամ գիտակցաբար կամա թե ակամա հայտնվում են մեղքերի մեջ, քանի որ մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, այս աշխարհի իշխան ամեն միջոց ձեռք է հանում, ամեն միջոց գործ է դնում, որպեսզի քրիստոնյաներին կարողանա գայթակղել եւ մեղքի մեջ քայլել։ Եվ տեսեք, Եբրայեցի նամակի մեջ շատ կարևոր մի տող ունես, եթե մեկ անգամ մկրտվելուց հետո լուսավորվել եք, Քրիստոսին ճանաչել եք ու սայթակել եք, այլևս ապաշխարության հնարավորություն չունեք։ Մեկ անգամ մկրտվելով, Քրիստոսին ճանաչելով, Քրիստոսը ապրում ու գործում մեր մեջ, բայց եթե դու աշխարհային ցանկություն ունես, այս աշխարհի համար ապրում ես, դու անպայման կարող ես սայթակել։ Դրա համար պետք է ոչ թե վախենալ սայթակելուց կամ գիտակցաբար մեղքեր գործելուց, այլ պետք է մտածել Քրիստոսին սիրելու մասին։ Մենք լինենք երեխա թե չափահաս մարդ, երբ որ մենք մկրտվեցինք, Քրիստոսինը դարձանք, ուրեմն պիտի փորձենք Քրիստոսի համար ապրել այս աշխարհում։ Եթե կլինեն սայթակումներ, սուրբերից մեկն ասում է. Տեր այնպես արա, եթե ես սայթակեմ, իմ մեջ չմեռնի բարձրանալու ցանկությունը։ Երբ որ բարձրանալու ցանկությունը յուրաքանչյուր քրիստոնյա մեջ կա, նա անպայման կարող է հաղթահարել եւ մեղքը, եւ այն պատնեշները, որ թույլ չի տալիս մենք մոտենանք Հիսուս Քրիստոսին։